Վենեսուելայում տեղի ունեցած 2 հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 920-ի, ավելի քան 3360 մարդ վիրավոր է։ Զոհերի թվում կա առնվազն 40 օտարերկրացի։ Բազմաթիվ մարդիկ դեռ անհետ կորած են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ այսօր շատ կարևոր օր է որոնողափրկարարական աշխատանքի համար։ Վենեսուելայեն ժամանել փրկարարական թիմեր Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից, Սալվադորից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից եւ այլ երկրներից։ Մարդասիրական օգնության մատակարարումը հեշտացնելու համար ԱՄՆ-ն ժամանակավորապես կասեցրել է Վենեսուելայի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ։ 7.2 եւ 7.5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին 40 վայրկյան տարբերությամբ։ Երկրաշարժերին հաջորդել է արդեն 200-ից ավելի հետ ցնցում։ Ստորգետնյա ցնցումներն ամենաուժեղն են եղել ավելի քան 100 տարվա ընթացքում։ ՄԱԿ-ի գնահատմամբ երկրաշարժերի ուղղակի վնասը կարող է կազմել 6.7 միլիարդ դոլար։ Կիևը հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադին օգտագործելով ուկրաինական արտադրության Ֆլամինգո թևավոր հրթիռներ։ Հարվածի թիրախ է դարձել Տիտան բարիկադներ գործարանը, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի առանցքային ձեռնարկություններից մեկը։ Վոլգոգրադի մարզի ղեկավարը հայտնել է 1 զոհի 11 վիրավորի մասին։ Ուկրաինական ուժերը հայտնել են նաև Վլադիմիրի մարզում գտնվող նավթամղման կայանին, Կերչում ռուսական ուժերի լոգիստիկայի ապահովման համար օգտագործվող ավտոմոբիլային լաստանավին հարվածելու մասին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 175 անօդաչու խոցելու մասին։ Բելգորոդի մարզում կա 1 զոհ։ Ռուսական ուժերն էլ թիրախավորել են բենզալցակայաններ Զապորոժիեի եւ Խարկովի մարզերում։ Սումիում հարվածների տակ է հայտնվել քաղաքացիական ենթակառուցվածքը, 13 մարդ վիրավորվել է։ Միևնույն ժամանակ Ղրիմում հայտնել են, որ վառելիքի վաճառքի դադարեցումից գրեթե 1 շաբաթ անց Սևաստոպոլում կվերսկսվի բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքը QR կոդերով։ Այնուամենայնիվ մեկ մեքենային բաժին կհասնի միայն 20 լիտր վառելիք։ Ավելի վաղ կողմերը ռազմագերիների փոխանակում են կատարել 160-160-ի դիմաց սկզբունքով։ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է մաքսատուրք սահմանել եվրոպական այն երկրների ապրանքների համար, որոնք ամերիկյան ընկերությունների նկատմամբ կկիրառեն թվային ծառայությունների հարկ։ Դոնալդ Թրամփի խոսքով մի շարք երկրներ շատ մոտ են այդ քայլին եւ դրան դիմելու դեպքում այնտեղից արտահանվող ապրանքների նկատմամբ 100% մաքսատուրք կսահմանվի, որը կփոխարինի այդ երկրի հետ առկա առևտրային համաձայնագրերին։ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Իտալիայում գործող խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկը կազմում է 3%, Մեծ Բրիտանիայում 2%։ Այս հարկը կիրառվում է ամերիկյան այնպիսի հսկաների նկատմամբ, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Meta-ն եւ Amazon-ը։ Հիշեցնենք, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև առևտրային նոր համաձայնագիրը ԵՄ խորհրդի կողմից պաշտոնապես հաստատվել է հունիսի 25-ին։ Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Ըստ Աֆրիկյան պետության կառավարության որոշումն ընդունվել է երկկողմ հարաբերությունների մանրակրկիտ գնահատման արդյունքում։ Երկրի իշխանությունները դատապարտել են Փարիզին նեոգաղութատիրական հավակնությունների համար։ 2024 թվականի ապրիլին Բուրկինա Ֆասոյի իշխանությունները երկրից արտաքսել էին ֆրանսիացի 3 դիվանագետի, նրանց մեղադրելով դիվերսիոն գործունեության համար։ 2025 թվականին Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել Բուրկինա Ֆասոյի ֆինանսական աջակցությունը դադարեցնելու մասին։ Եվրոպայում տապի ալիքը կշարունակվի նաև առաջիկա 2 օրերին։ Մի շարք երկրներում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան։ Ֆրանսիայում շոկի հետ կապված մահվան դեպքերն աճել են։ 55 մարդ ջրահեղձ է եղել չվերահսկվող ջրային տարածքներում լողալու պատճառով։ 4 երեխա մահացել է շոկ մեքենաներում։ Երկրի 37 դեպարտամենտում շարունակում է գործել եղանակային վտանգի կարմիր մակարդակը։ Սահմանափակվել է ալկոհոլի վաճառքը, մի շարք միջոցառումներ չեղարկվել են։ Իսպանիայում գրանցվել է գրեթե 330 մահվան դեպք, որոնք կապված են շոկի հետ։ Գերմանիայի Զաարբրյուքեն քաղաքում ջերմաստիճանը հասել է 41.3-ի, ինչը երկրում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է։ Տապի ալիքը տարածվել է նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Չեխիայում, Ավստրիայում, Բալկանյան երկրներում։ Ըստ Կոպերնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության Եվրոպան ամենաարագ տաքացող մայրցամաքն է, որտեղ ջերմաստիճանի բարձրացումը կրկնակի արագ է ընթանում համաշխարհային միջին ցուցանիշների համեմատ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։